Փաշինյանն իրեն համարում է եկեղեցու հավատարիմ հետևորդը, ավելին խումբ է ձևավորելու մասին հայտարարություն է հնչեցրել եւ այնտեղ կետերով, որ ամեն օր աղոթեն, պահքի հետ կապված։ Փաշինյանը ոչ վաղ անցյալում իրան նաեւ Հիսուսի հետ էր համեմատում, եթե կհիշեք։ Նման համեմատություններ անող մարդուն մեկնաբանելը անշնորհակալ գործ է։ Ի վերջո նպատակը ո՞րն է, պարոն Վանեցյան։ 2018-ին եղավ փորձ հեռացնելու կաթողիկոսին, բայց կարծեք թե հետ կանգնեցին։ Հիմա նպատակը ո՞րն է, կրկին վերսկսելու այդ գործընթացը։ Եկեղեցին մեր պետության հիմնասյունն է։ Եկեղեցին դա այն հիմնական ինստիտուտն է, որը միշտ եղել է հայապահպանության ակունքներում։ Եվ մենք պատմության մեջ ունենք բազմաթիվ օրինակներ, երբ եկեղեցին ստանձնել է իր վրա դեր հայապահպանության, նաև պետականության պահպանության։ Այս մարդիկ փորձում են քանդել մեր պետության հիմքերը եւ ես կարծում եմ սա հերթական քայլերից է այս իշխանությունների, որով ուզում են քանդեն մեր պետության հիմքերը, որպեսզի մենք կորցնենք մեր ինքնությունը, մեր հավատը, մեր ամեն ինչը։